Военные пенсии станом, коронные нас мотивируют к свала коровы, мы устигали, ну когда коровы готовы, тагасельдисел. Կարեն Ասրյանի ընտանիքն Արցախի Մարտունու շրջանի նոր շենքյուղից է, նույն ճակատագիրն են ունեցել ինչպես բռնի տեղահանված ընտանիքների մեծամասնությունը, տղամարդիկ մինչև վերջ մնացել են դիրքերում եւ ամենավերջին պահին են միացել իրենց ընտանիքներին։ Ասրյանները հաստատվել են Տավուշի մարզի Զորական գյուղում, սա Հայաստանի եզակի այն բնակավայրերից է, որի բնակչության թիվը չի նվազել։ Այստեղ է տեղափոխվել 102 արցախցի, 33 ընտանիք։ Հնապնակներն արցախցիների հանդեպ հատուկ վերաբերմունք ունեն, քանի որ գրեթե նույն ճակատագիրն են ունեցել։ Նրանք 1988-89 թվականներին Շամխորի շրջանի հայկական Չարդախլու գյուղից են տեղահանվել եւ հաստատվել այստեղ։ Մենք ելի փառք ասում, մենք ամեն ինչ բեր եղբայր։ Նենսիսը տկլոր է, դամաշնիկով խալաթորի գել։ Այդ նույն ճակատագրին մենք էլ ենք արժանացել ժամանակին, դրա համար էլ իրանց տեղը հադրիմացել ենք։ Այս գյուղը եզակի է նաև այն առումով, որ տեղում հաստատված բոլոր տեղահանված ընտանիքներին տուն է հատկացվել անհատույց, օգնության ձեռք են մեկնել բոլոր զորականցիները։ Իրանք վարձավճար բան չեն տալի, մեր համագյուղացիներին եղել, խնդրել ենք ասել Հայաստանի տարբեր շրջաններում, Հայաստանից դուրս բնակող մեր համագյուղացիներին եղել, խնդրել ենք այդ տները տրամադրել են իրենց։ Տուն են տվել առածված տեղափոխում ենք։ Գյուղապետից ասում мы тапец мы сегодня кишուն հակալենք։ Ոչ մի վարձ, ոչ տեղեր վարձով։ Վերև ամենքինով օգնություն ասել։ Մենք դա տեսել ենք։ Զորականի վարչական ղեկավար Սուրեն Մարտիրոսյանն ընդգծում է, որ գյուղում բազմաթիվ խնդիրներ կան։ Դրանցից ամենամտահոգիչներից է աշխատատեղերի բացակայությունը։ Այդ խնդրին են բախվել նաև գյուղում հաստատված արցախցիները, որոնց մի մասը աշխատում է այլ վայրերում։ Դե գործ հայտիչն ասացի։ Ստով գործ լինել է, բայց գործ մոտ չկաց մտածած ստեղից գոնոմա նոյեմբերյան աշխատում կան։ Որ առավոտ գամաշուրը տավագոնում երեկոյան ուզ գալիս է տաքսովա գալիս է։ Աշխատակ չկա, այստեղ մի քիչ դժվար է ապրելը։ Հերու աստղից նոյեմբերյան տաքսի եք բռնում 3 ման է տալիս գնում գալիս։ Աշխատատեղերի խնդիրը նոր չէ, շատ զորականցիներ մեկնում են արտագնա աշխատանքի, տեղաբնակները նշում են, մինչև այստեղ արտադրական ձեռնարկություններ կամ բերքը մթերող ընկերություններ չլինեն, իրավիճակը չի կարգավորվի։ Ամուսինս խոպանակ գնում գալիս, առանց խոպանի գործ կլի, որ չգնա չեն կարող։ Ունենք արտագնա աշխատանքի մոտավորապես մի 40-ից 50 մարդ ունենք, որ արտագնա աշխատանքի ամեն տարի գնում են աշխատում են գալիս են, պետական ապարատներում աշխատող շատ քիչ ունենք, իհարկե աշխատատեղի խնդիրը կա։ Խանութներն շատ պարտքեր ունեմ, չեմ կարեմ տա։ Այս խանութին ունեք։ Հայո, խիչ ունեմ, ոչ ունեն ամերիկական մեծ խանութ կմտնե։ Զորականն ունի 1350 բնակիչ, դպրոցում սովորում է 170 աշակերտ, գյուղից հիմնականում հեռացել են 1990-ականներին, հաստատվել տարբեր երկրներում։ Դրանից հետո ըստ վարչական ղեկավարի զորականի բնակչության թիվը չի նվազել։ Այսօր զորականցիները մանկապարտեզի շենք չունեն, անբարեկարգ են գյուղամիջյան ճանապարհները, նաև ոռոգման համակարգի վերանորոգման անհրաժեշտություն կա։ Շատ շուտ է կառուցվել, հետո երկաթե խողովակներով աղվել, որը քայքայվել է, մաշվել է, 4 հատ պոմպա աշխատում, 4 հատ պոմպը իրար մղելով է ջուրը հասնում է գյուղ։ Հիմնականում պետք է ունենանք այդ ներքին ցանցը, որ կարենանք այդ ջուրը սպառենք։ Այգինեն պիտի մշակես, չէ՞ ծառը տնես, որ ջուր չկա, որտեղից անեն, հնարավորություն չունեն, որ քաշեն։ Տեղահանված ընտանիքներին սոցիալական խնդիրներից զատ անհանգստացնում է նաև Հայաստանի քաղաքացիություն ստանալու հետ կապված քաշքշուկները։ Կարեն Ասրյանը քաղաքացիություն ստանալու համար դիմել է 4 ամիս առաջ, նաև նամակ է ուղարկել, սակայն դեռևս արձագանք չկա։ Քաղաքացիության համար դիմել եք, բայց բան չի։ Որ ինչքան օնլայն քանում ամեն չի։ Դե նամակը գրել, սպասում եք որ նամակի պատասխանը կա, տեսնակ ինչա դառնում է։ Դե ուզում եք դառնանք, որ օրինակ տան համար բան հետաքրքրել տեսանք։ Ոմանք էլ նշում են, որ երկարատև թղթատարության եւ փաստաթղթային խնդիրների պատճառով չեն ցանկանում դիմել, թեև Հայաստանի քաղաքացիություն ստանալու ցանկություն ունեն։ Իսկ բնակարան ձեռք բերելու հնարավորություն կունենան միայն քաղաքացիության արկայության դեպքում։ Խտեր են ուզում, բան են անում, դոկումենտներ են ուզում, հորուս
մավան թողտը, մորուսցուն դականը, որին խտերը, մենք թողել ենք դա դուրս եկել, շուտ թողերը որ եկել եմ մտել, հարձակվել հադրութի վրա, բոլորը թողել են դոկումենտային բանը, որին թողել ենք դա եկել, արդեն չգիտեմ որտեղ դիմեմ, ոնց անեմ։ Բողոքում է, չէ, գործ չկա, գումար չկա, աշխատավարձ չկա, բա որ այդքանից գումարենք տան վարձ պետք է տանք, պետք է նստել ու լացեն։ Այդ առումով լավ է, հա, շնորհակալ ենք։ Մարդկային հարաբերությունները թվում է տեղում հաստատվելու համար բոլոր նախապայմանները ստեղծում են, բայց նոր կյանքը միայն մարդկանց լավ վերաբերմունքով չի կառուցվում։ Այստեղ արմատներ գցելու իրենց երեխաների ապագան վստահությամբ կառուցելու համար տեղահանված արցախցիներին անհրաժեշտ են աշխատանքի հնարավորություններ, սոցիալական կայունություն, նաև քաղաքացիության շնորհման պարզ ու թյուրին ընթացակարգ։ Էդուարդ Մխիթարյան, Համբարձում, Պապոյան, Regions TV, Տավուշի մարզ։